Տեսես ասում է, երբ որ մեկի հետ ուզում ես Թուրքի հետ ուզում ես բարեկամություն անես, պատրաստվի պատերազմի։ Ես չգիտեմ, գուցե կգա ինչ-որ մի ժամանակներ, այս պահին ես դա չեմ տեսնում։ Ես դա չեմ տեսնում, ես տեսնում եմ քնած գազանի, որը արթնացել է, Արնախում մի գիշատիչ, որը արթնացել է։ Մեզ պետք է ամեն գնով եւ պաշտպանվել եւ հակահարձակման գնալ, որովհետեւ գազանին պետք է իր տեղը ցույց տալ։ Եվ մենք դա կարող ենք, մենք այդքան վախկոտ ազգ չենք, ինչպես մեզ համոզում են, որ մենք այդպիսին ենք, որ մենք ես օրինակ ինձ պարտված չեմ զգում։ Ես ինձ պարտված չեմ զգում, ես ինձ դավաճանված եմ զգում, ոչ թե պարտված։ Ես որպես հայ մարդ, ես ինձ պարտված չեմ զգում, ես ինձ ունակ եմ զգում հաղթելու։ Եվ մեր ժողովուրդը ունակ է հաղթելու։ Ես այս պահին, այս ժամանակահատվածում ես չեմ տեսնում այդ խաղաղությունը։ Ես չեմ տեսնում եւ չեմ հավատում դրան։ Ինչ խաղաղության մասին։ Մենք նույնիսկ չգիտենք այդ ինչ խաղաղության պայման։ Դուք ծանոթ եք այդ պայմանագրին։ Ոչ, ես չեմ պատկերացնում, մեկը որ ծանոթ է այդ տեքստին, թե ինչ է մեզ պարտադրված։ Մենք նույնիսկ չգիտենք ինչ տակ ենք ստորագրում։ Հայ ժողովուրդը ծանոթ է այդ տեքստին, ծանոթ է այդ դրույթներին, ինչի տակ ենք մենք ստորագրելու առհասարակ։ Մեզ ոչինչ չի հաղորդվում, կույր գնում ենք, չգիտեմ ուր։ Ես չեմ հավատում դրան։ Ես չեմ պատկերացնում, ինչ խաղաղության մասին է խոսքը, երբ որ կտոր մեր հայրենիքը բզկտվում է, օրորի փոքրանում ենք։ Արցախի այսպես կոչված պարտությունը, դա պարտություն չէր, դա հանձնում էր։ Արցախի հանձրումը մեզ Եչեացի, որ կոտրել է, հոգնեցրել է, մեծ ցավ է պատճառել, շատ մեծ ցավ է պատճառել։ Մենք դեռ կարիք ունենք կարծես ուշքի գալու այդ մեծ ցավից, գիտեք, դա այդքան էլ հեշտ չի, այդքան զոհերը հայրենիքի կորուստը, Արցախը հայրենիք է վերջապես, մեր հայրենիքն է, մեր հայրենի հողն է, հայրենի հող կորցնելը ինչ այդքան հեշտ է, նորից ոտքի կանգնել ու դա հեշտ չի, դա շատ մեծ ցնցում է մեր ժողովրդի համար, շատ մեծ ցնցում է։ Եվ ասում եմ, գիտես, հարատև ամեն օրվա դոզայով մեզ պատերազմի վախով ստիպում են վախով նորից տարածքներ զիջել։ Չգիտեմ, ես չեմ հավատում այդ խաղաղությանը, չգիտեմ։